Բարի եկաք Բեյոլի Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Ուրեմն ասի գոչված է հայերեն անունով Բեյոլի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որ թրքերենի մեջ անհասկանալի ցևով 3 օրանը եղավ լալով թարգմանված, այսինքն 3 խորաններ, բայց մեզ համար անունը ուկա ամենասուրբ երրորդութեն են անունը, եւ բոլիսի միակ եկեղեցին է, որոնց անունը ուղղակիորեն ամենասուրբ երրորդության ընձայված է։ Ուրեմն մենք բոլիսի մեջ ունենք բազմաթիվ եկեղեցիներ եւ Բեյոլի եկեղեցին այն եկեղեցիներն է, որ թե իր դարածքով մեծ է, մեծածավալ է, բայց եւս հարավել նաեւ իր բադմությամբ բավականին հինեն գուկա, այսինքն բոլսո հայության հատկապես մեծակույն այստեղի բադմությունը նաեւ այստեղ գրնակ գտնել։ Ուրեմն եկեղեցին մուտքին արդեն գտեսնեք մեր ամենասուրբ երրորդության Սուրբ Հոգին հատկապես խորհրդանիշը աղավնիով եւ երրորդության նշանով գտիմավորեն ցեզ եկեղեցու մեջ եւ մեր այս եկեղեցին արդեն մոտավորապես գրնամ ասել թե 200 տարվան կոնե բադմություն ունի։ Այս եկեղեցին առանցինն մեկ եկեղեցի պետք չէ նկատի ունենալ, որովհետեւ շրջանին անունը Բեյոլի է, այսինքն Ստամբուլի նշանավոր եւ գետրոնական վայրերեն մին է սա եւ այստեղ հաստատված է եւ մենք այս շրջանին մեջ ունենք մեր Սուրբ Երրորդություն եկեղեցին եւ եւս արավել ունենք նաեւ մեր Էսայան բադմական աղջկանց վարժարանի մեջ գառուցված Սուրբ Արություն եկեղեցին։ Այն առումով որ մեր այս եկեղեցին նաեւ կգոչվի Բեյոլի Սուրբ Եկեղեցիած շրջան, այսինքն Սուրբ եկեղեցիներու շրջան կգոչվի եւ այս եկեղեցին ծևով այս շրջանին կաթեդրալ, այսինքն մայր եկեղեցին գրնանք ընդունել։ Շրջանին մեջ ոչ միայն հայեր գոյություն ունեն, հայկական բադմական ավանդությունները գոյություն ունեն, Բեյոլն այն Ստամբուլի շրջաններն է, որում մեջ քրիստոնեական հարանվանությունները իրենց գետրոնները ունեցած են։ Հետևաբար այս եկեղեցի ներկայությունը նաև հայ ժողովրդին համար խորհրդանշական ներկայություն ունի, հետևյալն է սա, որ այս բոլոր մեծ բատկերին մեջ, քույր օդար եկեղեցիներու բատկերին մեջ այս եկեղեցին եւ հարագից եկեղեցիները, այսինքն Սուրբ Արություն եկեղեցին եւ այս մեկը մեզի գուկա ներկայացնելու հայ ժողովրդին այստեղի ներկայությունը քույր եկեղեցիներու մեջ։ Մեր այս եկեղեցին իր հարանվանությունը նաեւ ունեցած է, ուրեմն սոսկ եկեղեցի չէ եղած, վարչական գետրոնն է ներկայիս եւս, բայց անցյալին այստեղ եղած են հարյուրավոր հայ ընտանիքներ եւ անոր համար է որ այս եկեղեցին այսքան մեծ խոշոր գառուցված է։ Բայց անշուշտ է բադմության մեջ ինչպես արդակախտեր գլա երկիրներում մեջ, ուզեք թատրեցին ինչպես կուզեք, ցայնը լավ է, ուրեմն բայց ինչպես քաղտը խնդրոարարգա է, նաև այս շրջանին համարը թաղերու թեպի քաղտ եղած է ժամանակով եւ մնայուն բնակչությունը անշուշտ է ավելի նոսրացած է եւ քրեթե քանի մը ընտանիքները խնդրոարարգա են ներկայիս։ Հետևաբար անոր համար այսպիսի մեծ եկեղեցի ունենք եւ այս եկեղեցին ոչ միայն որպես եկեղեցի գառուցված է, նաեւ ժամանակին այստեղ գոյություն ունեցած է վարժարան, որ գոչված է Նարեգյան վարժարան եւ այստեղ որ կտեսնեք այս շրջանակը համալիրը որ կտեսնեք ժամանակին եղած է Թվրոցի վայր Նարեգյան վարժարանի վայր եղած է, բայց ժամանակով հետո անիկա միացած ամփոփված է Էսայան վարժարանի մեջ միացած է, բայց անունը մնացած է, ինչպես կտեսնեք Նարեգյան Սրահ Բեյոլի գքրե, այդ անունը եկած է այդ վարժարանին ցևով այստեղի գոյություն ունենալ են, անոր շարունակականություն անվանական իմաստով։ Ուրեմն այստեղ նաև գոյություն ունեցած է ժամանակին փոքր հիվանդանոցը ոչ բարձր ծավալով, բայց այսինքն այդ սպասարկությունն է գդարած է եւ այդ մեկն այս համալիրի մեջ իր գոյություն ունեցած է եւ եւս արավել այստեղ ժամանակին գոյություն ունեցած են դարբեր հաստատություններ, ծառայական հաստատություններ, ինչպես են Երջախումբ, Աղքատախնամ մարմին, իրենց նման եւ այս բոլոր շրջանը գառուցված սենյակները իրենց ժամանակին կորձազուտյան համար դրամատրված սենյակներ են։ Եվ այստեղ մենք ունենք այդ առումով բավական մեծ փոքր սենյակները փակացյալ այսպես մեծ հսկա կոմպլեքսը։ Բայց ամենեն կարևոր հետևյալն է, որ մայթուր երբ կկոչվի, արդակին աշխարհեն քրեթե փերթի նման թատրած է, այսինքն զատ
գրեթե աշխարհ մնե այստեղը եւ այս աշխարհը անշուշտ է մեր բարակային, մեր եկեղեցվո եւ մեր պատմության հետ միասնված շաղախված մեզ համար այսպիսի աշխարհ մնե։ Եվ այդ իմաստով շատ խորհրդանշական է մեզ համար վանքիմը գրեթե կոյության այդ բանը թրություն ունի։ Ուրեմն եկեղեցիներու մեջ ինչպես հայկական ջարդարաբեդության մեջ նշանավոր է այդտեղ գտնված հիշադակարանները, որ ժամանակին եկեղեցին կառուցված է, որին ժամանակ վերանորոգված է եւ այլն, միայն կարևոր առաջնորդական ցևում շրջանը լալուն համար այստեղ նաև քարոզիչներ եւ կամ դեսուչներ եղած են աբակայի պատրիարքները, այսինքն մեծանուն հոգեվորականներ այստեղ սպասարկած են որպես քարոզիչ եւ կամ շրջանի մեջ որպես հոգեվոր առաջնորդ համակարգին գլուխ ըլլալով եւ այդ արումով այստեղ նաև այդ իր իմաստ ունի։ Եվ անոնց մեմին է օրինակն է որ եկեղեցին քովի գողմը գտնվի 12 օր կահուն վրա մնացած Իգնատիոս Պատրիարքին թամփարանն է եւ ինքը ժամանակին եղած այստեղին քարոզիչ եւ այդ ցևով շարունակական իր ներկայությունը այստեղ թաղած են եւ գմնա բայց անոր առընթեր ավելի եկեղեցին է նույնացած մեզի համար սրբությունն է բարոյական եւ ուխտադեղի որպես հոգեվոր դիրոջ ամենայն հայոց Հակոբ Չուղայեցի գաթողիկոսին քերեզմանն է Ուրեմն արդեն իր մասին տիպուկ դեղեցություններ այստեղ գոյություն ունին, ինչու համար հոգևոր դեղ եւ ինչու համար այսպիսի որպես սրբադեղի ընկալված անոր մասին ես կուզեմ հագիչ դեղեցություններ փոխանցել, ուրեմն ժամանակին մեր Սուրբ Եկեղեցիած Բեյոլի շրջանին կապված նաեւ Փանգալթը անվանյալ շրջանը այստեղ են ոչ շատ հերավոր եղած է այդտեղ քերեզմանադունը Այդ քերեզմանադան մեջ նաև գտնվեր ժամանակին Հակոբ Չուղայեցի ամենայն հայոց կաթողիկոսին դաբանը, այսպես այս ցևով եւ ժամանակոք այդտեղի օդար զորամաս եղած է, զինվորական կոդի եղած է եւ այդտեղի զինվորական կոդիները ըստ ավանդության պատմած են, որ իրենց երբ քիշերվա ժամանակ իրեն այդտեղ Բաշտոնի վրա եղած ժամանակ գտեսնան որ այդտեղ քիշեր ադեն միշտ լուրան շողմը գիչնե այդ քերեզմանին վրա եւ գսեն որ ասիգա վստահաբար լալու է սրբիմը քերեզմանը որ վրա միշտ այդպես շողեր գիչնե եւ ժամանակոք այս զրույցը դարածվելով որովհետեւ նաեւ այստեղը ոչ քրիստոնեական հասկացողությամբ ուխտի հասկացողությունը շատ զորավոր եղած է նաեւ այդ ժամանակներն սկսյալ մարդիկ կլսեն եւ գփութան այդ քերեզմանին գերտան իրենց ուխտը ցևով ներկայացնելու համար բժշկության համար եւ կամ բեսպես իրենց փապակները եւ գտեսնվի որ ըստ վկայության հրաշքներ դեղի ունենան այստեղ հետաքրքրական հետեւյալն է որ ոչ քրիստոնյաներ վկայություն կտան եւ ոչ քրիստոնյաներ եւս իրենց վկայությունով գսեն որ ասիգա սուրբիմը քերեզմանն է ուրեմն ժամանակոք այդ քերեզմանադունը երբ աբասեփականացման կենթարկվի ուրեմն ժամանավոր իշխանավորները կմտածեն եւ մտածելով որ Սուրբ Երրորդություն եկեղեցին է գետրոնական վարշադեղին ուրեմն կփոխադրեն Սուրբ Երրորդություն եկեղեցին մեծահանտես արարողություններով Չուղայեցին այս դաբան այստեղ կփոխադրվի եւ որպես ուխտադեղի կշարունակի իր ծառայությունը ներկայությունը ժողովրդին արտել տնել անշուշտ է ըստ ավետարանական պատկամին գսե որ ըստ ավադոցկոս եղիցիկ ես քո ավատքի համացայն թողելա մարդիկ իրենց ավատքով գուքան բարեխոս կունենան հոգեվոր դերը բայց կտեսնեն որ ցևով մեծ հրաշքներ դեղի կունենան եւ անոր որպես արկասիկն է որ մարդիկ բոչեր կփռնեն այստեղ շատ երկար բոչերով այստեղ կփութան այս քերեզմանը բայց այս բանը որ կբադմեմ այն ժամանակն է որ շրջագայքը կփնագեին հազարավոր ցևով հայ ընտանիքներ մարդիկ բազմաթիվ եւ անշուշտ է դեղացի նաեւ ժողովուրդը անշուշտ է ժամանակով եւ նոսրանալ սկսած է այս բազմությունը ժողովրդի գեցության իմաստով իրենք ալ եւս նոստացած են ցվում բայց այս ավանդությունը գշարունակե եւ մինչեւ այսօր 10-յակ տարիներ մարդիկ գուքան որովհետեւ գհավադան որ այստեղ դակավին նվիրական սրբադեղի մնե եւ ոչ քրիստոնյաներ եւ քրիստոնյաներ դակավին դասնամյակներու ավանդությունը կբահենք հadouk ուխտի օրը ունի ամեն 3 շաբթի այստեղ սուրբ պատարագ կմադուսվի մեր եկեղեցու մեջ ուխտի պատարագ գուքանք թափորով այստեղ մեր ուխտի աղոթքը կգադարենք այստեղ կթարմացնենք մեր ուխտերը եւ այս ծևով մենք կշարունակենք ամեն շաբաթ անխդիր առանց թատրեցնելու մեր ուխտի աղոթքը գադարել իր քերեզմանին արչեւ ուրեմն գրգին բարի եկաք մեր Սուրբ Երրորդություն եկեղեցին դարբեր արիտներով եւս կսպասենք ցես մեր այս Սուրբ եկեղեցին եւ կմաղթենք որ այսօրվան ծեր այցելությունը
որ նաև Սուրբ Երրորդություն եկեղեցին եւ հատկապես եղավ Հակոբ Չուղայեցի կաթողիկոսին շիրիմին արչև ընդունելի դառնա եւ ծեր ուխտերը ընկալելով ծևով մնալ այստեղի օրտնությունը բարեխոսական զորությունը առնեք ծեր հետ միադեղ դանիք Հայաստան աշխարհ եւ միացնեք հատկապես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Աստվածահիմն ներկայության միանա եւ ծևով մը բոլիսի եւ ծևով մը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի այս հոգեվոր բարոյական միասնականությունը մենք զգանք մեր մարմնին եւ հոգվին մեջ